Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ավարտվեցին, քաղաքացիական պայմանագիրը հաղթեց ընտրություններում, պահպանեց իշխանությունը, բացարձակ թվերով ԿՊ-ն ստացավ ավելի քան 38,000 ձայն ավելի շատ, քան 2021-ին էր, բայց եթե համեմատում ենք, թե խորհրդարանում ինչ ներկայություն կունենա, տեսնում ենք, որ տոկոսային առումով նվազել է ԿՊ-ի ներկայությունը։ Օրինակ, գործող ազգային ժողովում ԿՊ-ն 107 տեղանոց ազգային ժողովում ունի 69 մանդատ կամ 64,4%, իսկ ապագա խորհրդարանում 105 տեղանոց խորհրդարանում ունենալու է 64 մանդատ կամ 69,9%, ինչ են նշանակում այս թվերը եւ ուր է գնում Հայաստանը։ Հյուրընկալել ենք լրագրող պատմության հետազոտող Թաթուլ Հակոբյանին, բարև ձեզ պարոն Հակոբյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Իշխող կուսակցության շահած այս ձայները, այս թվերը ինչ են նշանակում։ Նշանակում են, որ այս ընտրությունները մրցակցային են այն իմաստով, որ եւ իշխանությունները եւ ընդդիմությունը կարողացան պասիվ ընտրազանգվածին դուրս հանել եւ տանել ընտրատեղամասեր, ինչը շատ լավ էր, նաև մենք թվերից ենք տեսնում, որ գրեթե 60% մասնակցություն։ Սա է հիմնականում նշանակում։ Բայց քաղաքացիական պայմանագիրը չնայած նախորդ 5 տարիներին տեղի ունեցածին, պահպանեց իշխանությունը, հաղթանակ տարավ ընտրությունների ժամանակ 38,000-ով ավելի շատ ձայն ստացավ, քան 2021 թվականին էր։ Այս թվերը, մասնավորապես այս թվերը ինչ են ցույց տալիս։ Դե այս թվերը ցույց են տալիս, որ այս թվերը արտացոլում են այն իրականությունը, ինչի մասին մենք գիտեինք, մարդիկ, ովքեր հետևում էին քաղաքական գործընթացներին, անձամբ ես ներգրավված եմ եղել եւ հիմա էլ ներգրավված եմ եվրոպական մի կառույցի անցկացրած հանրային հարցումներում, որպես թիմի անդամ եւ 3 հանրային հարցում ենք անցկացրել, այդ հանրային հարցումները չեն հրապարակվել, ինչը նշանակում է, որ այդ հանրային հարցումները ակնհայտորեն որևէ մեկի պատվերով չեն արվել, որովհետեւ չեն հրապարակվել մինչեւ հիմա եւ այն թիվը, որ ստացել է քաղաքացիական պայմանագիրը եւ այն հանրային հարցումները, որոնք կային, շատ մոտ են իրականությանը։ Սա նաև նշանակում է, որ խաղաղության օրակարգը մենք կարող ենք տարբեր վերաբերմունք ունենալ այս օրակարգի նկատմամբ, քննադատել, օրինակ ես անձամբ որպես պատմության հետազոտող ես համարում եմ պարտադրված խաղաղություն, հատուկ եմ դա շեշտում, պարտադրված խաղաղություն, համենայն դեպս իմ ասելով չի որոշվում, խաղաղության օրակարգը աշխատող օրակարգ էր եւ պատահական չէր, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ եւ իր թիմը հենց դրա վրա են շեշտը դնում եւ դա այնքան աշխատող օրակարգ էր, որ նույնիսկ ընդդիմությունը մտավ այդ օրակարգի մեջ։ Ճիշտ է, նրանք ուրիշ մի քիչ բառեր օգտագործեցին՝ ուժեղ խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն, բանակցված խաղաղություն եւ այլն եւ այլն։ Այսինքն մի շարք հանգամանքներ կային, որոնք քաղաքացիական պայմանագրին այս ձայներն ապահովեցին, պլյուս նրան, որ այս ընտրությունները, իհարկե ես չեմ համարում, որ սա առաջին աշխարհքաղաքական կողմնորոշման ընտրություններ էին, 90 թվականին էլ են այդպիսի ընտրություններ եղել, երբ որ ընդդիմադիր հայոց համազգային շարժումը հաղթեց Կոմկուսին, բայց այս անգամ ավելի ակնհայտ են դրսևորվում եւ ավելի ակնհայտ դարձավ, որ մի կողմից պայքար է գնում խաղաղության օրակարգը առաջ տանողների եւ հարևան Թուրքիա եւ Ադրբեջանի հետ ամեն գնով խաղաղություն կառուցելու գաղափարի եւ մյուս կողմից այն ուժերի միջև, որոնք հայոց մեջ համարվում են ռուսամետ, ինչու հայոց մեջ նաեւ Ռուսաստանի նախագահ ուղղակի այդ մասին խոսեց։ Այսինքն մի շարք հանգամանքներ կային, որոնք մարդկանց չթողեցին, որ մարդկանց անտարբեր չթողեցին եւ յուրաքանչյուր ոք ուզում էր գնալ ընտրատեղամաս եւ իր կարծիքը հայտնել, ինչը կրկնում շատ լավ է։ Դուք նմանություն տարաք 91 թվականի հետ, այն ժամանակ Հայաստանը անկախանում էր Խորհրդային Միությունից, այսպիսի մի համարձակ միտք ասեմ, կարող ենք ասել, որ այս ընտրությունների միջոցով էլ Հայաստանը
փորձ արեց անկախանալ Ռուսաստանի ազդեցությունից։ Դուք ինքներդ ասացիք, որ աշխարհաքաղաքական տարր կար։ Հա, այն ժամանակ, բայց մի հատ ուրիշ բան կար, այն ժամանակ չկար Ռուսաստանը, այն ժամանակ կար Խորհրդային Միությունից պոկվելու։ Այո, բայց Ռուսաստանը Հա, բայց ճիշտ եք ասում, ես թույլ տվեք շարունակեմ, ես կարծում եմ, որ Խորհրդային Միությունը դեռ չի փլուզվել, ուղղակի Խորհրդային Միության անունը այսօր Ռուսաստան է։ Այսինքն ռուսական կայսրությունը Ռոմանովների շրջանից ինքը բան է, շարունակական է։ Այդ Ռոմանովյան շրջանից ժամանակավոր կառավարություն, հետո բոլշևիկյան Ռուսաստան, այո, հետո Խորհրդային Միություն, հետո Ռուսաստան, այսինքն սա շարունակական process է։ Այո, բայց նաև ուզում եմ նշել, որ հայոց համազգային շարժումը, որը առաջ էր տանում երրորդ ուժի բացառման օրենքը, այսպես ասած, ինչ էր սա նշանակում։ Սա նշանակում էր, որ մենք չպետք է մեր հույսը դնենք երրորդ ուժերի վրա։ Կլինի Թուրքիան, կլինի Ռուսաստանը, կլինի Եվրոպան, ով ուզում է լինի։ Մենք պետք է փորձենք այս հարևանության մեջ, փորձենք մեր այս մոլորակի, այս արևի տակ մեր տեղը գտնել։ Բայց նաև ես համարում եմ, որ հայոց համազգային շարժումը առաջին շրջանում իր ղեկավարության հատկապես շատ պրագմատիկ եւ ռեալ պոլիտիկ քաղաքականություն էր վարում եւ հաշվի էր առնում ռուսական շահերը, ռուսական ուժերը, որտեվ գիտեք ինչ կա, հենց որ այս խոսակցությունը բացում ենք Սարգիս, միանգամից կասկածում են, որ ռուսամետ է մարդը, ինչ որ ռուսական օրակարգն է առաջ տանում, բայց կներեք, ես այլ Ռուսաստան չունեմ, մենք այլ Ռուսաստան չունենք։ Մենք Ռուսաստանից դեռ կխոսենք, պարոն Հակոբյան, ես ճիշտ հասկացա, որ դուք համարում եք, որ այս ընտրությունները Ռուսաստանի ազդեցությունից պոկվելու քայլ էին եւ այդ առումով նման էին 91 թվականին։ Այո, նաեւ։ Ուժեղ Հայաստանը ստացավ մոտ 340,000 ձայն եւ ավելի շատ քան 21 թվականի ընտրությունների ժամանակ ստացել էին Հայաստան Դաշինքն ու Պատիվ ունենը, միասին այն ժամանակ այդ երկու ուժերը 5 տարի առաջ ստացել էին 336,000 ձայն, 4,000 ձայնով պակաս։ Սա ինչ է նշանակում, հանրությունը նոր ընդդիմություն է փնտրում։ Նայեք, ընդհանրապես տեսակետ կա, որ ժողովուրդը եւ գիտեք ինչ կա, երկու կողմից էլ շատ իմ կարծիքով Հայաստանի քաղաքացիներին վիրավորող թիրախավորումներ են արվում, այն մարդիկ, ովքեր գնացել են ընտրել են իշխանություններին, ընդդիմադիր շրջանակները նրանց ամոթանք են տալիս, ասում են ամոթ չեք անում, գնացել եք Հայաստանին պարտություն բերած ուժերին եք քվեարկել եւ հակառակը, այն մարդիկ, ովքեր գնացել են ընտրել են այդ երեք ընդդիմադիր ուժերին, Բարգավաճ Հայաստան, Ուժեղ Հայաստան եւ Հայաստան Դաշինք, ասում են չեք ամաչում, գնացել եք Ռուսաստանին եք պաշտպանում։ Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր ընտրել են ընդդիմությանը, ընտրել են ոչ թե ռուսամետությունը, այլ ընտրել են իշխանության դեմ լինելը առաջին հերթին։ Եվ ես ուզում եմ էլի պատմական օրինակ բերեմ։ 96 թվականին ժողովուրդ երբ որ ընտրում էր Վազգեն Մանուկյանին, ինքը ավելի շատ ընտրում էր ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Հայր եւ որդի Դեմիրճյաններին մարդիկ ընտրում էին ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, երբ որ ընտրում էին Ռաֆի Հովհաննիսյանին կամ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ուզում եմ ասել, որ բողոքական զանգվածի համար շատ կարեւոր է ոչ թե ինչ աշխարհքաղաքական ուղղվածություն է ունենում ընդդիմությունը, այլ թե նրանից հույս ունենում են, որ կարող են նրանք գալ եւ իշխանությունը վերցնել։ Վերադառնանք այս թվերին, այս 340,000-ը ուժեղ Հայաստանի օգտին եւ 336,000-ը 5 տարի առաջ Հայաստան Դաշինքի եւ Պատիվ ունեմի օգտին, արդյոք նշանակում է, որ մարդիկ նոր ընդդիմություն են փնտրում եւ հետեւաբար ոչ թե նոր ընդդիմություն են փնտրում, այլ մարդիկ տեսան, որ եթե 21 թվականին հիմնական ընդդիմադիր ուժ տեսնում էին երկրորդ նախագահին եւ Դաշնակցությանը, հիմա Սամվել Կարապետյանի մեջ են այդ ուժը տեսնում։ Տեսեք, եւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժը, որ այս ընտրություններին մոտավորապես 100,000-ով պակաս քվե տարավ, քան նախորդ ընտրություններում, դե Պատիվ ունեմ ընդհանրապես չմասնակցեց, Հայ ազգային կոնգրեսը ավելի քան 5 անգամ պակաս ձայն հավաքեց այս ընտրություններին, քան 2021 թվականին։ Մենք տեսնում ենք, որ 3 նախկին նախագահների գլխավորած ուժերը անհամեմատ ավելի թույլ հանդես եկան, այսպես ասենք, հա։ Սա վկայում է այն մասին, որ 3 նախագահների գլխավորած քաղաքական ուժերը անցնում են, հա, այսպես պատմություն են դառնում եւ դե գիտեք ինչ կա, ես նախ կարծում եմ, որ Հայ ազգային կոնգրեսը այլևս
արդար չէ կապենք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Այո, իր ծնունդն է, այդ ամեն ինչ հասկանալի է, բայց առաջին նախագահը ուղղակի արդեն անցել է այդ մարդը ուղղակի տարիքի բերումով, նաև առողջության բերումով, այսինքն ինքը ուղղակի քաղաքական գործընթացներին չի մասնակցում։ Ճիշտ է, նախորդ ընտրություններին էլ շատ տոկոսներ չի հավաքել, դա էլ նշենք։ Ինչ վերաբերում է երրորդ նախագահին, ապա երրորդ նախագահը հասկացավ, որ իր գլխավորած ուժը նույնպես արժանանալու է շատ ճիշտ տոկոսների, 1-2%-ի, կարծում եմ, եւ վերջապես Ռոբերտ Քոչարյանը, որ էլի այդ հարցումները, երբ որ մենք նայում ենք, մենք տեսնում ենք, որ սկզբնական շրջանում շատ ավելի ցածր էր նրա ռեյտինգը, վարկանիշը, բայց իմ կարծիքով այս ընտրություններում ամենախայտառակ քարոզարշավը իրականացրեց Ուժեղ Հայաստանը, Սամվել Կարապետյանի գլխավորությամբ եւ ամենալավ քարոզարշավը, ես քաղաքական իմաստով եմ ասում, իրականացրեց Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանը իջավ փողոց, ինչը զարմանալի էր ինձ համար, նա մարդկանց էր մոտենում, բարևում էր, սելֆի էր անում եւ ինքը ավելի ու ավելի մոտեցավ մարդկանց։ Ես կարծում եմ, այստեղ նաեւ դեր կատարեց իր որդու գործոնը, որը անդադար փորձում էր հոր հետ, այսպես ասեմ, հայր ու որդի հետ բանավեճ։ Գիտեք, ես ուշադրությամբ հետևում էի, որպես հետազոտող ինձ համար շատ հետաքրքիր էր։ Ռոբերտ Քոչարյանը, որը տարապում է անսխալականության բարդույթով, հանկարծ իր որդին ասում է, պապ, ասում է, բայց գիտես ինչ կա, որդիական է, չէ՞ դա, ու շատ մարդկային ասում, բայց քո ժամանակ սենց սխալներ ա եղել։ Ես կարծում եմ դա շատ ուժեղ աշխատեց, եւ Ռոբերտ Քոչարյանի հետ ստացած քվեները ֆանտաստիկ արդյունք էր, շատ բարձր թվեր են։ Ինքը չպիտի այդքան ստանար, որովհետեւ այդ ընտրազանգվածը գնացել եւ քվեա տվել Ուժեղ Հայաստանը։ Բայց 3 նախագահների ժողոված, այսպես ասենք, անհամեմատ պակաս թվերը, քան 21 թվականներ, ինչի մասին են վկայում։ Սարգիս, նայի, գիտեք, ժամանակները շատ կարևոր են։ Ես մի հատ ուրիշ օրինակ կտամ։ Նիկոլ Փաշինյանը 2016-17 թվականներին, հիշում եմ, մասնակցում էր Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններին, 2-3% էր հավաքում։ Բայց այդ նույն մարդը 1.5 տարի հետո 100,000-ավոր մարդկանց փողոց հանեց։ Կարևոր է շատ ժամանակը, շատ կարևոր է սա։ Այսինքն պետք չի անպայման կենտրոնանալ։ Հիմա կարող է 5 տարի հետո Նիկոլ Փաշինյանի ընտրություններին մասնակցի ու հավաքի 3%։ Ուզում եմ ասել, որ այս թվերը միշտ շատ փոփոխական են, որովհետև ինքը քաղաքական գործընթացը մեռած չի, ինքը դինամիկայի մեջ է։ Բարգավաճ Հայաստան կուսակցության թվերից խոսենք, այս ընտրություններին ինքը հավաքեց 58,000 մոտավորապես, նախորդ ընտրությունների ժամանակ 50,000, այսինքն հիմա ավելի շատ է հավաքել։ Դուք պնդում եք, որ ասում եք, ես տեսել եմ ձեր մի քանի, այսպես հարցազրույց, հայտարարություն, ասում եք, իշխանությունները չեն թողել միտումնավոր, այսպես հրահանգ է իջել, որպեսզի ԲՀԿ-ն չանցնի խորհրդարան, ստացվում է, այսպես հռետորական ձևով ձեզ պատասխանեմ, պարոն Հովակիմյանի, Վահագն Հովակիմյանի հարցազրույցներից մեկում ասաց, ինչ է, ընտրությունները կեղծել ենք միայն նրա համար, որ ԲՀԿ-ն չանցնի։ Չէ, նայեք, ես նախ ուզում եմ հետևյալ փաստը նշեմ, որպեսզի մեզ դիտողները, մեզ լսողները ճիշտ հասկանան։ Փաստ կարևոր։ Այս ընտրություններում անկախ իմ եւ ձեր վերաբերմունքից կամ անկախ իմ վերաբերմունքից ամենաշատ քվեն ստացել է Նիկոլ Փաշինյանը։ Սա փաստ է։ Այսինքն բաներ կա, որ ես չեմ ուզում էլի վիճարկել եւ փաստ է, որ ամենաշատ երկրորդ ձայները ստացել է Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանի երրորդն է։ Եվ նաև մի փաստ կա կարևոր, որ Բարգավաճ Հայաստանը անցել է խորհրդարան։ Սոցիոլոգիական այն հարցումները, որ մենք անց էինք կացրել, այսինքն այն թիմի անդամ, որ եղել եմ ես եւ շարունակում եմ լինել, այդ հարցումների համաձայն առաջին հարցումներով պարոն Ծառուկյանը ստանում էր 8%։ Ճիշտն ասած, այդ քվեները ինձ համար բավականին զարմանալի են, ես մտածում էի ամեն դեպքում ոնց կարող է 8% լինել, պիտի որ քիչ լինի։ Երկրորդ հարցումների ժամանակ նրա տոկոսները իջան 6-6.5 եւ այդ ժամանակ սկսվեց Բարգավաճ Հայաստանի շուրջ գործընթացներ, մասնավորապես լրտեսության ծանրագույն մեղադրանք այդ թիմի կարևորագույն անդամներից մեկի նկատմամբ Անդրանիկ Թևանյան, եւ ես ուզում եմ, որ մենք, գոնե մենք լրագրողներս պետք է պահենք անմեղության կանխավարկածը։
Դա շատ կարևոր է։ Հետո մենք տեսանք այն հռետորաբանությունը, որ Հայաստանի իշխանություններն օգտագործում են պարոն Ծառուկյանի հանդեպ, տպավորություն չստեղծվի, որ ես Ծառուկյանի պաշտպանն եմ, բացարձակապես ես իմ մտածողությամբ եւ արժեհամակարգով որևէ կապ չունեմ պարոն Ծառուկյանի հետ, էլի ես նախապես ասում եմ, բայց նաեւ գիշերային այդ բանի ժամանակ, հաշվարկների ժամանակ այդ տոկոսներ բարձրանալը, իջնելը, սկսեցին կասկածի տեղիք թողնել։ Եվ հետո որ մենք տեսանք, որ 3 ընտրատեղամասերում վերաքվեարկություն չի դրվում, ես կասկած չունեմ, որ դա արվել է հատուկ, արվել է, որպեսզի Բարգավաճ Հայաստանը չմտնի խորհրդարան։ Հիմա կարող է դուք ինձ հարցնեք, կարող ես ապացուցել։ Դե գիտեք ինչ կա, բաներ կա, որ չեմ կարող ապացուցել, որտեվ այս ինչ որ ասում եմ, սա քաղաքական գնահատական է եւ փորձագիտական լրագրողական քննադատություն է հիմնված այն գործընթացների վրա, որ մենք բոլորս լրագրողներս, ես եւ դուք հետևում ենք օրը օրին։ Իշխանության շահը ո՞րն է, ինչու են, եթե ձեր ներկայացմամբ այ իշխանությունները հրահանգ են իջեցրել, որպեսզի Գագիկ Ծառուկյանը չանցնի խորհրդարան, դրանից ինչ են շահում իշխանությունները։ Պատժում են, եթե այսպես բան ասեմ, կարճ ասեմ, պատժում են Գագիկ Ծառուկյանին, պատժում են Լուկաշենկոին, որովհետև պարոն Ծառուկյանը ասոցացվում էր Լուկաշենկոյի հետ եւ Լուկաշենկոյի Հայաստանի իշխանությունների հարաբերությունները գիտեք թե ինչ անպարկեշտ բառապաշար օգտագործեց պարոն Լուկաշենկոն մեր երկրի հասցեին։ Ես անկեղծորեն անձամբ ասեմ, առնվազն 3 Facebook-յան ստատուս եմ գրել, կոչ անելով, որ մենք պետք է մեր դեսպանին հետ կանչենք եւ դիվանագիտական հարաբերությունները Բելարուսի հետ իջեցնենք։ Ուզում եմ սա ասել, որ չստացվի, որ ես որ Բելարուս եմ պաշտպանում, չէ, բայց ակնհայտ էր, որ ինքը ասոցացվում էր նաեւ Բելարուսի հետ, դրա համար պատժեցին։ Չեմ բացառում, որ եղել է ինչ որ լռելի այն պայմանավորվածություն, որ պարոն Ծառուկյանը խորհրդարան անցնելու դեպքում պետք է միանա քաղաքացիական պայմանագրին եւ օգնի նրան, որպիսի սահմանադրության հետ կապված այդ գործընթացներում ավելի հեշտ լինեն։ Հիմա շատերի համար կարող է զարմանալի թվա, բա ոնց կարող է ընդդիմադիր Գագիկ Ծառուկյանը միանալ պարոն Փաշինյանին կամ քաղաքացիական պայմանագրին։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ 2018 թվականին պարոն Ծառուկյանն ու Բարգավաճ Հայաստանը լի աջակցել են քաղաքացիական պայմանագրին։ Եվ ընդհանրապես քաղաքականության մեջ ինչ է նշանակում հավերժ բարեկամներ, հավերժ թշնամիներ։ Եվ կարծում եմ, որ ինչ որ մի պահի պարոն Ծառուկյանը հրաժարվել է դրանից եւ իր պատիժն է կրում, այսպես ասեմ, բայց որը իմ համար անընդունելի է։ Ես համարում եմ, որ այս ընտրություններում հաղթել է քաղաքացիական պայմանագիրը, հաղթել է, բայց այս ընտրությունները լեգիտիմության հետ կապված մի լուրջ բաց ունեն, մի լուրջ խնդիր կա, կապված Բարգավաճ Հայաստանի։ Եվ եթե դուք նայեք անկախ դիտորդներին, այդ թվում նաև անկախ դիտորդ առնով կազմակերպությանը, նրանք նույնպես սա այս շեշտադրումն են արել։ Պարոն Հակոբյան, օրերս վարչապետ Փաշինյանը ազգային ժողովում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, ես բառացիչը մեջ բերեմ, իմաստը մեջ բերեմ, Գագիկ Ծառուկյանը ասաց, քանի դեռ ես վարչապետ եմ, իրենք պետք է այսպես հասցեական պատիժ ստանան, իրենք պետք է ջախջախվեն, ինչ են նշանակում այս խոսքերը, մենք գիտենք, որ ընտրություններից հետո արգելվեց Գագիկ Ծառուկյանի դուրս գալը Հայաստանից, արգելվեց Ռոբերտ Քոչարյանի դուրս գալը, արգելվեց Նարեկ Կարապետյանի դուրս գալը Հայաստանից։ Իսկ մեծ Կարապետյանը գիտենք ինչ կարգավիճակում։ Այո, եւ այս ամենի ֆոնին Հայաստանի վարչապետի այս հայտարարությունը ինչ է նշանակում, մեզ ինչ է սպասվում առաջիկայում։ Դե ես մտածում եմ, որ պարոն Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին, որովհետև ընտրությունների հաջորդ իսկ օրվանից պատրաստում են հաջորդ ընտրություններին եւ ինքը փորձելու է ամեն ինչ անել, որ այս ընդդիմությունը մնա նաեւ 2030 թվականին 31 թվականին, այո, առաջինը սա եւ ես ցավով եմ նշում, որ մենք ընդհանրապես գիտեք ընտրական գործընթացից հետո մի հատ հանգստի ժամանակ է գալի եւ այս ատելության այս փոխադարձ մթնոլորտ, այս պրկված վիճակը մի քիչ բան է լինում, էլի այսպես ասեմ, նահանջում է։ Հայաստանում ցավոք դա շարունակվում է եւ մեղք է մեր ժողովուրդն ուղղակի անդադար է ստրեսի ենթարկելը։ Չեմ բացառում, որ նաեւ այս ռետորաբանությամբ վարչապետը խոսում է Ռուսաստանի հետ։ Մենք եկանք Ռուսաստանի թեմային, կարող ենք տեղի ունեցածը հասկանալ այսպես, որ սա Հայաստանի
իշխանությունների պատասխանն է այն ճնշումներին, որը Կրեմլը այս օրերին իրականացնում է Հայաստանի նկատմամբ, չգիտեմ, արգելում են մեր ջերմուկը, ծիրանը, որպեսզի մուտք գործեն ռուսական շուկա, Հայաստանի իշխանություններն էլ ասում են, ես էլ ուրեմն այսպես չակերտավոր ասած կտրորեմ ձեր աջակցությունը վայելող ուժերին։ Հա, բայց գիտեք ինչ կա, սրանք համարժեք չեն այս տրորումները, եթե նայենք, հա, բառը մի քիչ լավ բառ չի, բայց ամեն դեպքում եթե հնչում է, ասենք, եթե իշխանությունները տրորում են ընդդիմությանը, ապա Ռուսաստանը տրորում է մեր արտադրողին, որը մեծ ջանք ու եռանդ է դրել, որպեսզի կարողանա ռուսական շուկա մտնել։ Գիտեք, այս օրերին շատ են հնչում տեսակետներ, որ լավ արտադրանք տվեք, ինչի եք կպել ռուսական շուկայից, այդքան հեշտ չի էլի այդպես բան անել, հա, երբ որ տրադիցիոն դու կապ ես ունենում ռուսական շուկայի հետ, այնտեղ որոշակի դու քեզ ճանաչում են, քո ապրանքը ճանաչում են, հազարու մի բան կա, եւ միանգամից ասել տարեք ծաղիկը Եվրոպայում վաճառեք։ Առնվազն կարճաժամկետ կտրվածքով մեզ սպասվում են տնտեսական շատ լուրջ դժվարություններ, նաև քաղաքական դժվարություններ, եւ ես կուզենայի, որ այստեղ մենք ավելի խոհեմ լինեինք։ Ես հասկանում եմ, որ շատ բաներ կա, որ նաև մեզնից կախված չի, եւ ելի կրկնեմ, այլ Ռուսաստան ես չունեմ, որ բերեմ, ասեմ, հա, ուրիշ Ռուսաստան եմ ուզում։ Ռուսաստանը այն է, ինչ որ կա, եւ նույն ձևով այլ Թուրքիա չկա, այլ Ադրբեջան չկա։ Մենք պետք է խոսենք նրանց հետ, ովքեր որ կան, եւ պետք է ջանք ու եռանդ թափենք, որպեսզի պահենք ռուսական շուկան, իհարկե նաեւ փորձենք եվրոպական շուկաներում մեր տեղը գտնել, մեր ծաղիկը վաճառենք, մեր ամեն ինչը վաճառենք, մանավանդ որ եվրոպական կողմից քայլեր արվում են։ Այո, ընդ որում աննախադեպ, ընդ որում շատ արագ եւ այսպեսի անգամ մի հումոր է պտտվում Երևանում, ասում են, գիտեք, Պուտինը Հայաստանի լավագույն դեսպանն է Եվրամիությունում, որովհետեւ Պուտինի քայլերի շնորհիվ Եվրամիությունը արագացնում է այսպես Հայաստանին ընդառաջ գնալու։ Հուսանք, տեսնենք։ Բայց գիտեք, պարոն Հակոբյան, եթե այստեղ նստած լիներ իշխանությունից որևիցե մեկը, ինքը ձեզ անպայման կհակադարձեր եւ կասեր, չէ՞ որ դուք գիտեք, Ռուսաստանն է այդ քայլերը արել պատժամիջոցների ծիրանի հետ կապված, ծաղիկների, ջերմուկի հետ կապված, եւ ապրիլից հետո, երբ որ Փաշինյանը Մոսկվայում հանդիպեց Պուտինին, կարծես խաղաղեր ամեն ինչ, մեկ էլ հանկարծ ընտրություններից առաջ Ռուսաստանը սկսեց այսպես կտրուկ քայլեր անել։ Ինչ է նշանակում այս ամենը, ինչ պետք է անել Ռուսաստանի հետ, ինչպես պետք է աշխատել եւ ինչ պետք է սպասել այդ ուղղությամբ։ Դե հասկանում եմ, եթե նույնիսկ իշխանության ներկայացուցիչն էլ չլիներ, ես էլ եմ դա հասկանում։ Ես էլ եմ հասկանում, որ շատ բաներ կա, որ Ռուսաստանն է անում, բայց այնուամենայնիվ որոշ դեպքերում կարելի էր ավելի խոհեմ լինել եւ օրինակ նույն այդ հայտնի Պուտին-Փաշինյան այդ հրապարակային բանավեճի ժամանակ ապրիլի 1-ին երևի կարելի էր նաև ավելի դիվանագիտական բառապաշար օգտագործել, եթե նույնիսկ կոշտ բառապաշար օգտագործել։ Հիմա ես մի հատ ուրիշ օրինակ բերեմ։ Գիտեք, ժամանակին այսպիսի մի բան կար, ես կոնկրետ որպես լրագրող հետազոտող շատ նեղվում էի, որ մեր իշխանությունները Ռուսաստանի առաջ ձեն չեն հանում, սուսուփուս նորահարսի կարգավիճակում են, բայց ասենք Ադրբեջանի ու Թուրքիայի հասցեին ինչ բառապաշար ասես չեն օգտագործում, հա, Կիլդի մուլտիկներից սկսած վերջացրած, չգիտեմ, Թուրքիայի հասցեին ինչ բառապաշար, չհասկանալով թե մեր արևելյան եւ արևմտյան հարևանները ինչ ուժ ունեն եւ ինչ կարեւոր նշանակություն ունեն մեզ համար։ Հիմա դերերը փոխվել է։ Հիմա մենք ենք շատ sense բառապաշար օգտագործում Ռուսաստանի դեմ, իսկ այն երկուսի դեմ ոնց որ թե բառապաշար չենք օգտագործում։ Երկու դեպքն էլ ես համարում եմ ոչ դիվանագիտական եւ անընդունելի։ Պետք է փորձել, պետք է առաջնորդվել Հայաստանի պետական շահով։ Հիմա այս մեր խոսակցության պատասխանը ապագան պիտի ցույց տա։ Մենք կտեսնենք, այս ամեն ինչը մեզ ուր տարավ։ Մեզ լավ տեղ տարավ, թե վատ տեղ տարավ։ Հուսամ, որ այս իմ բոլոր ասածների մեջ ես կսխալվեմ, թող ես սխալվեմ, որտեվ այս երկրի բնակիչ եմ ես, եւ այս երկրի բարօրությունը իմ բարօրությունն է։ Ես չեմ ուզում այս երկրից գնալ։ Ռուսաստանը նման հայտարարություններով ու կիսաքայլերով հող է նախապատրաստում, որպեսզի ընտրություններից հետո բանակցի Փաշինյանի հետ։ Դե մի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնեմ, կինոն սկսվելու է ընտրություններից հետո։ Այո։
եւ իմ կարծիքով շատ կոշտ են դնելու ռուսները մեր ԵԱՏՄ մնալու հեռանկարը։ Բայց Հայաստանը չի ցանկանում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Հա, չի ցանկանում դուրս գալ, բայց կարող են ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանին այլ բան չմնա, քան Այսինքն իրենք ասում են՝ մի ինտեգրվեք, հասկանում ենք, որ դուք Եվրամիության անդամ չեք դառնալու, բայց մի ինտեգրվեք, մի մոտեցեք, մի մերձեցեք եվրոպացիներին, այլապես մենք ինքներս ձեզ դուրս կհանենք ԵԱՏՄ-ից։ Ճիշտ եմ ձեզ հասկանում։ Նայեք, ես ձեզ մի հատ հարց տամ, էլի, ոչ թե ձեզ տամ, քանի որ մենք երկուսս էլ լրագրողներ եւ ուսումնասիրողներ ենք, մենք հավասար նույն կարգավիճակն ունեցող մարդիկ ենք եւ զրուցում ենք, ոչ թե պարտադիր չի, որ անունը դնենք հարցազրույց, նայեք։ Երկու հատ հարց եմ ուզում բարձրացնեմ, կարող եք չպատասխանել, ձեզ չեմ, հռետորական եմ տալիս, եւ այդ մասին ես նաեւ շատ եմ գրել։ 1990 թվականին, երբ որ Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվում էր, մեր ընդդիմությունը ամեն ինչ արեց, որպեսզի հռչակագրի մեջ մտցվի կետեր, համաձայն որի մենք տարածքային պահանջներ ունենք Ադրբեջանից եւ Թուրքիայից, որը հիմա Ադրբեջանն ու Թուրքիան մեզ պարտադրում են, որը մենք ստիպված գնում ենք հանելու, եւ այդ կետերը ընդունվեցին ընդամենը 20-25 падգամավորի, այդ թվում Լևոն Տեր-Պետրոսյանի եւ նրա ամենամերձ աջակիցների անընդհատ նախազգուշացումներ, որ չի կարելի նման բան անել, սա մեզ լավ տեղ չի տանում, բայց այդ կետերը մտցվեցին անկախության հռչակագիր եւ որոտնդոշ ծափահարություններով իմ աչքի առաջ է այդ բաներն էլի հիմա ես ձեր հետ որ խոսում եմ, չէ, իմ աչքի առաջ է այդ օրվա խորհրդարանը դա մեզ ինչ տվեց եւ միջև այս պատմության ջրի երես գալը ես իմ շատ ընկերների հետ խոսել եմ, ասել եմ լավ, իրոք ինչ տվեց մեզ 89 թվականի ուրեմն միացման որոշումը սահմանադրության մեջ դնել անկախության հռչակագրով, ինչ որ բան դրելա թե չէ։ Այս հարցը թողում եմ մի կողմ։ Հիմա եւ գալիս եմ երկրորդ հարցին։ Մեզ ինչ տվեց, երբ որ անցյալ տարի, չգիտեմ, մարտին էր, գարնանն էր, չէ, որ մենք ընդունեցինք ազգային ժողովում բանաձև Եվրոպական միությանը ինչ անելու, հիմա նույնիսկ ձևակերպումն եմ մոռացել։ Ընդհանուր առմամբ անդամակցելու կամ մոտենալու այսպես ձևակերպենք։ Դա ինչ մեզ տվեց, բացի ինչ որ քաղաքական պոպուլիզմը, պարզ տղայամտությունը, որը այսօր աշխատում է մեր դեմ։ Ինչ վատ կլիներ, եթե այդ օրենքը չընդունվեր եւ մենք անեինք այս 2-3-4 տարիներին քայլեր Եվրոպական միությանը մերձենալու եւ ոչ թե ինչ որ դեմոնստրատիվ մեր ստանդարտներով։ Այո, մեր ստանդարտներով դեմոնստրատիվ քայլեր անելու եւ ռուսներին գրգռելով մեր դեմ։ Նայեք, ես ռուսների պաշտպանը չեմ, բայց կրկնում եմ, այլ Ռուսաստան չկա, էսա Ռուսաստանը։ Պարոն Հակոբյան, թերևս վերջին հարցը ընտրություններից մեկ շաբաթ անց Դիլիջանում Հայաստանի ազդեցիկ պաշտոնյաներից մեկը անվտանգության խորհրդի քարտուղարը հյուրընկալեց Հիկմետ Հաջիևին, Ադրբեջանի ղեկավարի արտաքին հարաբերությունների գծով խորհրդականին։ Դա քիչ եք ասում, ինքը թիվ 2 մարդն է։ Ամենակարևոր մարդն է Ալիևից հետո։ Շատ կարևոր ֆիգուր է։ Շատ լավ։ Հայաստանում հյուրընկալեցին թիվ 2-րդ մարդուն Ադրբեջանի եւ ինչի մասին է վկայում այս հանդիպումը, կողմերը հավանաբար պայմանավորվեցին հետագա քայլերի շուրջ եւ ինչ եք դուք սպասում հայ-ադրբեջանական հարաբերությունների ուղղությամբ։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների ուղղությամբ կարող ենք ակնկալել, որ իհարկե Ադրբեջանը պահանջում է, որ մենք սահմանադրությունից անկախության հռչակագրին հղումը սահմանադրությունից հանենք, նախաբանից հանենք, սա այնքան ակնհայտ է, որ ոչ մեկը թող բան չանի, էլի։ Ուրեմն Ադրբեջանի այդ պահանջը օրակարգի վրա է, բայց ես չգիտեմ այս ընտրություններից հետո այս խորհրդարանի այս ձևավորմամբ հնարավոր կլինի սահմանադրական փոփոխություններ անել թե ոչ, եւ երկրորդ ամենակարևոր հարցը, եթե ինչ որ մի հատ ճեղք գտնվի եւ դա օգտագործվի, օրինակը տամ, ենթադրենք մի քանի падգամավորներ կարողանան միացնել բերել ուժեղ Հայաստան դաշինքից, թող վիրավորական չհնչի, որովհետեւ միշտ էլ լինում են այդ կրիտիկական պահին падգամավորներ, որոնք ճամբարափոխ են լինում, հա, եւ ասենք իրանց ուզած այդ բանը լինի եւ հանրակրվեի դրվի։ Արդյոք հանրակրվեն կանցնի թե չէ։ Ես միշտ քննադատել եմ Հայաստանի իշխանություններին նրա համար, որ պետք չէ
սխալ է Հայաստանի ներքին ընթացակարգերը կապել արտաքին հարաբերությունների եւ երկկողմ դիվանագիտության հետ, որովհետեւ Հայաստանը Ադրբեջան չէ։ Եթե լիներ հակառակ դիրքից, չէ, մենք գիտենք, որ Ալիևը հանգիստ կարար սահմանադրություններ փոխեր, կարար նույնիսկ հանրաքվեել չդներ, կարար այդ հանրաքվեին 99% տանել, բայց Հայաստանը բարեբախտաբար Ադրբեջան չէ։ Եվ Հայաստանը ի վերջո ժողովրդավարական երկիր է։ Ձեր մոտ տպավորություն չկա, որ այդ հարցի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը այլևս պայմանավորվածություն ունեն եւ հավանաբար չի դրվի հանրաքվեի։ Եթե այդպիսի բան կա, շատ լավ է, բայց ես մի այլ մտահոգություն ունեմ, որ դրա փոխարեն ադրբեջանցիները մեզնից ուրիշ բան չփոկեն։ Հնարավոր է մանավանդ, որ այստեղ ներգրավված է Թուրքիան եւ Միացյալ Նահանգները, եւ ինչքան էլ որ մենք խոսենք, գրենք, ասենք, որ հայ-թուրքական սահմանի բացման բանալին նաեւ Բաքվում է, այնուամենայնիվ մենք գիտենք, որ Թուրքիան հզոր պետություն է եւ Թուրքիան ինչ որ դեպով նաև ինքը չի ուզում բացել սահմանը եւ մեղքը ոնց որ իր փոքր եղբոր վրա է բարդում եւ եթե մի քիչ ճնշում լինի այս իմաստով ես կարծում եմ այո եւ գուցե նաև սպասենք որ առաջիկայում թուրք-հայկական սահմանի բացման հետ կապված գորեմ մասնակի ինչ որ process կլինի եւ ինչը կբերի նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հաստատմանը նայեք ես մեղադրել եմ այս իշխանություններին շատ բաների մեջ մասնավորապես որ պարոն Փաշինյանը այն Հայաստանի միակ ղեկավարն էր, ով ուներ բարձր լեգիտիմություն եւ կարող էր այդ բարձր լեգիտիմության դիրքերից բանակցված լուծում բերել Ղարաբաղի հարցում եւ այս օրը մենք չընկնեինք, բայց նաեւ ընդունում եմ, որ այս իրավիճակում մենք այլընտրանք չունենք մենք չենք կարող երազներով առաջ շարժվել, էլի, մեր պարտությունը այնքան մեծ է եղել, որ մենք պետքա մենք հարվածը այնքան ուժեղ է եղել, որ կարծեմ բոլորն են սթափվել, եւ այդ սթափության արտահայտությունը հենց խաղաղության օրակարգի աշխատելն էր, այլապես խաղաղության օրակարգը չէր աշխատի, այդ դրա համար խաղաղության օրակարգը աշխատեց, որովհետեւ հայ ժողովուրդը Հայաստանի քաղաքացին սթափվել է, լինի ընդդիմադիր թե իշխանական, եւ ուրիշ տարբերակ չկա, քան այս պայմաններում Ադրբեջանի հետ հասնել խաղաղության։ Ես այսպես եմ մտածում։ Պարոն Հակոբյան, շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ եթերում Կիրակին էր, ես Սարգիս Հարությունյանն եմ, կհանդիպենք։